հնչել է հայտարարություն Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրությունների մասին։ Այս սցենարը, երբ որ իշխանությունը արդեն շրջանառում է եւ հաստատ գնում է այդ ճանապարհով, դուք ինչ ելքեր եք տեսնում կամ ինչպես եք պատրաստվում պայքարել այդ սցենարի դեմ, որովհետեւ գոյություն ունի իշխանական լծակներ եւ ամեն ինչ Փաշինյանի ձեռքում է, այսպես ասած, պետական ուժային կառույցներ։ Այս սցենարի դեմ կարող է այսօր օրինակ ավականին, ընդդիմադիր ավականին կանգնել։ Երկու մասի բաժանեմ ձեր հարցը, մեկը որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արտահերթ ընտրությունների մասով, կարող է լինել խոշորացման անվան տակ, որը դատապարտելի է, այսինքն Գյումրեցու քվեն անտեսվի եւ գնալ խոշորացման, այսինքն մեկ փոքր գյուղ կպցնելով փորձել նոր ընտրության, այսինքն ժողովուրդը որևիցե հավատել չի ունենա, որ գնական դահետի եւ այդպես մնա դիրքորոշումը։ Առաջի մասը էս է եւ երկրորդ մասը ավականու միջոցով փորձել ուժերի նկատմամբ այս ուժերը կարող են նորից ապացուցել, որ միասնական ընդդիմությունը կարող է հաղթել իշխանությանը։ Նայեք, յուրաքանչյուր քաղաքական ընդդիմադիր ուժ ինքը պետք է հասկանա պահի լրջությունը եւ ոչ թե զբաղվի վերմակ իր վրա քաշելով, այլ համընդհանուր Գյումրու շահերից առաջնորդվելով։ Հիմա որքանով կստացվի դա ընդդիմության մոտ չենք կարող ասել, բայց այս պահին, որ ես չեմ տեսնում քաղաքական ուժ, որը ուզենա վիժեցնել մեր ընդդիմադիր համախմբվածությունը, դա տեսնում եմ, բայց ապագայի վրա գարանտիա տալ ես ոչ մի բան չեմ կարող ասել, հետևաբար գա ժամանակը հասկանանք, բայց ինչ որոշում էլ որ կայացնի ընդդիմությունը, անպայման պետք է բխի Գյումրեցու քաղաքացու եւ այն 30,000 ընդդիմադիրների անունից, շահերից, որոնք օգուտ են բերելու քաղաքին։ Այլ ելք միանշանակ դատապարտելի է եւ մեծ պատասխանատվություն տվյալ քաղաքական ուժի հանդեպ։